բաց թողնել 9-ը, թող մնա այս 2025 թվականի մեջ, մի խոսացեք, մի քննարկեք, մի քննադատեք ոչ մեկին չիմանալով դիմացինի կյանքը։ Առաջին էներգիաները, մեկի էներգիաները դա այն մարդիկ են, ովքեր որ լիդերներ են։ Ամենաբարձը 29-ն է, 29-ը այն մարդիկ են, ովքեր ամենակասկածամիտ մարդիկ են։ Երեքները համարվում են ամենախելացիները։ Անցնենք 4-երին։ Ամենաբարդ էներգիաներն են, բայց բարի են իրանք։ 5-երը ամենաարագ շտապող մարդիկ են 6-ը, 15-ը եւ 24-ը։ Ամենահաջողակներն են։ Միաժամանակ միջև նախքան ամուսնանալը կարող է մի 3 հատ ընկերուհի ունենա։ Նոր վերջում ընտրի։ Այելի։ 7-երը 4-երի շարունակություններն են։ Եթե 4-երի մոտ գլուխն է աշխատում, 7-երի մոտ մարմինը։ Լավ իմաստով, բայց սեքսուալ են լինում, այո։ Իմ ճակատագրական դժվար բարդ ապրող 8-երը, 9-երը փրկարարներն են։ 2026 թվականին պարտադիր ամենակարևորը աշխատասիրությունն է։ Եթե դիտում եք մեր զրույցներն ու հավանում, ապա խնդրում եմ սեղմեք մեկ լայք ու բաժանորդագրվեք մեր ալիքին, մեր գործին մեծապես կօգնեք։ Իսկ ես այսօր զրուցելու եմ Նաիրա Ղազարյանի հետ, նումերոլոգ, թվային հոգեբանության մասնագետ։ Բարև ձեզ, Նաիրա։ Ողջույն Լիլի ջան։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք ինձ հրավիրել եք ձեր մոտ եւ լավ եմ։ Մարդու համար, ով առաջին անգամ այսօր լսեց թվային հոգեբանություն արտահայտությունը կամ հպանցիկ պատկերացում ունի, հանրամատչելի բացատրեք ինչ է դա։ Թվային հոգեբանությունը, նումերոլոգիան դա մի հատ գիտություն է, որը շատ վաղուց տարիներ առաջ ստեղծել է Պիֆագորը։ Ես Պիֆագորի օրենքով եմ շարժվում, որը հիմնված է ստատիստիկայի վրա։ Ստատիստիկայով մարդկանց թվերը վերլուծելով դու հասկանում ես ամեն մեկի թույլ եւ ուժեղ կողմերը, խնդիրները։ Եվ դրանով դու կարողանում ես վերլուծել։ Ինչ թվեր եք հաշվում։ Ամիսը, ամսաթիվը եւ տարեթիվը։ Ծննդյան։ Այո։ Ինչպես է հաշվվում։ Առաջինը ամենակարևորը օրն է, հետո ամիսը եւ տարեթիվը, այդ ամենը բոլորը գումարում ես եւ ստանում ես մի հատ մատրիցա։ Եվ այդ մատրիցան բացելով հասկանում ես, որ դա ով է քո դիմացը նստած։ Այդ տվյալ մարդու թույլ եւ ուժեղ կողմերն ես հասկանում, իա բոլոր խնդիրներն ես հասկանում, առողջական, գումարային, ընտանեկան, ամեն ինչը իրականում ժամանակ տարիներ առաջ ես չէի հասկանում դա ինչ է նշանակում, բայց հիմա որ արդեն 7 տարի է ես դրա մեջ եմ ու ստատիստիկան ստուգում եմ, ես ուղղակի մեկ-մեկ զարմանում եմ, այդքան նմանություն, այդքան ճիշտ էներգիաների հոգեբանությունը չի կարող լինի։ Նաիրա, իսկ դա նույնն է ինչ կամ ինչ աղերս ունի նումերոլոգիան, նմանություն կամ եթե ունի իհարկե աստղագուշակության հետ։ Աստրոլոգիան ինքը միայն մոլորակն է, որ կախված է մոլորակի հետ, իսկ թվային հոգեբանությունը, նումերոլոգիան հիմնված է հենց քո անձնական էներգիայի վրա, որովհետև երբ որ դու սկսում ես հետազոտել այդ գիտությունը, դու հասկանում ես, որ բոլորը տարբեր են։ Հիմա շատերը կասեն նույն թվին ծնվել են տարբեր աշխարհում տարբեր մարդիկ, բայց բոլորը տարբեր են։ Բոլորիս գենետիկայի կոդերը տարբեր են։ Բոլորը նույն մատրիցան եւ նույն առաքելությունը չեն ունենում այս կյանքում։ Այսինքն Չինաստանում, Հայաստանում, Միացյալ Նահանգներում ծնված նույն թիվն ունեցող մարդիկ այնուհետեւ տարբեր են լինում։ Այո, թեև գործ ունեք նույն թվերի հետ։ Այո, ինչպես։ Որովհետև ամեն մեկից գենետիկայի կոդը տարբեր է։ Ինչպես եք տեսնում գենետիկ կոդը։ Ծնողներով։ Դուք հաշվում եք նաև ցեղի թվերը։ Այո, ծնողներով գենետիկայի ամենակարևորը մեր կյանքում մեր գենն է։ Մեր գենից է գալի մեր բոլոր խնդիրները, հիվանդությունները, առողջությունը, գումարը, հարաբերությունները։ Իսկ այդ ամենը լրիվ ցույց է տալիս։ Դուք երբ եւ ինչպես հասկացաք, որ դա գուշակություն չի հենց այնպես, այլ ճշգրտություն կա դրա մեջ եւ եկաք դրանց։ Այս հարցը ինձ շատ են տվել, սա գուշակություն է թե ոչ։ Ես միշտ բոլորին ասում եմ, գուշակ ծնվում են։ Որ գուշակը այն մարդն է, որ դու կարող ես մտնես ու միանգամից ինքը քո մասին խոսել։ Բայց թվային հոգեբանությունը, նումերոլոգիան դա գիտություն է։ Դու պետք է սովորես։ Լյուբոյ անհատ կարող է սովորել եւ հասնել իր հասկանալ այդ իմաստը։ Հնարավոր է փոխել։ Այո։ Բայց թվերը չենք կարող փոխել։
Թվերը չենք փոխում, բայց թվերը, երբ որ դու մատրիցան բացում ես, դու տեսնում ես, որ այնտեղ թվեր կան, որ բոլորը չեն համընկնում, բոլորը չի համապատասխանում։ Հիմա 1-ից մինչև 9 այդ էներգետիկաները բոլորի մատրիցան չի իդեալական լրացված լինում։ Երբ որ դու տեսնում ես իդեալական, այդ մարդիկ իրականում ապրում են ստատիստիկայով իդեալական կյանք, բայց թվեր կան, որ բացակայում են։ Իսկ դա նշանակում է դու պետք է ավելացնես քո կյանքի ապրելով եւ ճիշտ ապրելով։ Իսկ երբ որ դու ավելացնում ես, ինքնին ճակատագիրը չես փոխում։ Կասեք ինչը պիտի, ինչ է նշանակում բացակայող թվեր։ Օրինակ մատրիցայի մեջ, եթե դու չունես 4, օրինակ եմ բերում, դա նշանակում է դու չունես պատասխանատվություն, դու ուզում ես շատ ամպագորգոր բառեր ես ասում, ես կհասնեմ այստեղ, բայց իտոգում վերջում դու չես հասնում, որովհետև դու չունես այդ նպատակի էներգիան, քո մոտ բացակայում են, քո մոտ թափթփված է քո ծրագիրը, քո կյանքի ծրագրերը թափթփված ես դու գնում։ Իսկ երբ որ դու թափթփված ես գնում, չես կազմակերպված նպատակիդ հասնում, ինքնին դու քո կյանքում ոչ մի բանի չես հասնի։ Մի ձեռքով մեկը կվերցնես, մյուսը բաց կթողնես։ Իսկ երբ որ դու նպատակը ստեղծում ես, գրում ես, let's start again դրա համար եմ ես կոչել իմ ակադեմիան, գրում ես, քիչ, ոնց որ ասած, քայլ առ քայլ հասնում ես քո նպատակին, արդեն դու այդ էներգիան ձևավորում ես քո մեջ, ակտիվացնում ես քո մեջ, դու արդեն ստեղծում ես մի հատ կազմակերպչական էներգետիկա, որ այդ էներգիան քո մոտ վերածնվում։ Բայց տեսեք, եթե 4 չկա, այդ էներգիան որտեղից, եթե 4-ը պատասխանատու է դրա համար, այդ պատասխանատվության եւ այլն։ Եթե չկա այդ թիվը, ինչպես է ծնվում։ Քո կյանքի ձևով, ինչպես դու կարաս ստեղծես, օրինակ, նայեք, դու չունես 4, բայց դու ուզում ես հասնես որևէ նպատակի։ Դու ամեն առավոտյան արթնանում ես եւ աշխատում ես այդ ուղղության վրա։ Ես մի բան գիտեմ, եթե դու 21 օրից ավել նույն ծրագիրը դու կատարում ես, քո մոտ դա ակտիվանում է։ Ուղղակի գիտեք դա ինչն է խնդիրը, որ հիմա ծույլ են բոլորը։ Ավելի շատ խոսում են, ասում են ես կանեմ։ Երկուշաբթի օրվանից կսկսեմ։ Սկսեմ, երկուշաբթին գնում են, մի շաբաթը գնում են, 10 օրը գնում են, հետո կիսատ են թողնում։ Այ երբ որ ինչու է ստեղծված 21 օր, որպեսզի քո նյուրոնները, քո ուղեղը այդ ամենին սովորի։ Իսկ երբ որ դու արդեն սովորում ես դրան, դժվար դու հետ գնաս։ Դուք ինչ մասնագետ եք։ Առաջին մասնագիտությունս իրավաբանություն է։ Ու ինչպես անցաք։ Իրավաբանության ժամանակ իմ դուրը շատ էր գալի հոգեբանությունը, կրիմինալ հոգեբանությունը, ինչու է այն կատարվում դեպքեր, սպանություններ եւ մարդու հոգեբանությունը դուր էր գալի ինձ։ Եվ այն ժամանակ ինստիտուտի տարիներում փիլիսոփայության ժամին սովորում էինք մենք նույնիսկ այս թվային հոգեբանությունը, Պիֆագորին հետազոտում էինք, խոսում էինք, եւ այդ հետքերը մնացել են իմ մեջ։ Լավ, անցնենք հաշվարկին, ամենահետաքրքիր մասին, վստահ եմ մեզ լսողները անհամբեր սպասում են, ինչպես հաշվել այդ թվերը, ասենք, ինչպես իմանամ որն է իմ թիվը։ Որն է քո էներգիան։ Լավ, էներգիան։ Օրինակ մեկը անհատ ովքեր ամսի 1-ի ծնվածներ են, իրանք մեկի էներգիայի տակ են, բայց նաեւ այնտեղ մտնում են 10-ը 19 եւ 28-ը։ Հիմա շատերը կասեն 28-ը ինչ կապ ունի։ Դուք պետքա գումարեք եւ ստանաք միանիշ թիվ։ Հիմա 28-ը 2-ին գումարած 8 դառնում է 10։ Զրոն բնականաբար չենք հաշվում, ինքը 1-ի էներգետիկայի տակ է։ 12-ը 1 գումարած 2 անում է 3, ինքը 3-ի էներգետիկայի տակ է։ 27-ը 2 գումարած 7 9, 9 էներգետիկայի տակ է։ Թվային հոգեբանության մեջ գոյություն ունի 9 էներգետիկա։ Եվ այդ թվերը, բոլոր երկրորդական թվերը բոլորը մտնում են դրա մեջ։ Դուք գումարում եք միայն ծննդյան օրը։ Այո, ոչ ամիսը։ Դա արդեն ամիսնել ես հետագայում, որ մատրիցան բացում ես, դպրոցում իհարկե դա էլ են սովորում։ Օրը, ամիսը, տարեթիվը, իրանք իմ ուսանողները այնքան ինֆորմացիա գիտեն, որ իրանք ամեն ինչ հասկանում են, նույնիսկ ցավոք սրտի, չէ, ավելի շուտ ես ուրախանում եմ, իրանք նույնիսկ հասկանում են այդ գենետիկայի մեջ ինչ խնդիրներ գոյություն ունի։ Իսկ եթե ծննդյան օրը մի թիվ է ստացվում, բայց երբ գումարում ես ամիսը, տարին, այլ թիվ է ստացվում, չէ։ Հիմա մարդը որ էներգետիկայի տակ է։ Վերջում ամենակարևորը միանիշ սարքել եւ մի հատ թիվ պետք է ստանաս։ Ամբողջը, բայց օրը դա քո առաքելությունն է։ Ամիսը դա քո ուրիշ գործողություններն է եւ այդ տարբեր գործողություններ ունեն, ամեն մի թիվը իր առաքելություն ունի, բայց ամենակարևորը կարող եմ ասեմ, որ հիմնականում միսիան է, քո առաքելությունն է, դա քո օրն է, ծննդյանդ օրն է։
Ամենակարևոր թիվը դա է։ Իսկ մնացած էներգետիկաները հետագայում կարող ես հաշվել մատրիցայի մեջ եւ հասկանալ ինչ է կատարվում քո հետ եւ քո գենետիկայի կոդի մեջ։ Ես քանի որի տարբերություն մեզ լսողների առավելություն ունեմ հարցնել իմ թվի մասին, եկեք սկսենք ինձնից եւ իմ օրինակով բացատրենք։ Օրինակ ես 26-ին եմ ծնվել։ Այո։ Հուլիսի 26-ը ամենաուժեղ էներգիաներից մեկն է։ 2-ին գումարած 6 դուք անում եք 8։ Իսկ 8-ը ինքը ավելի բարդ ճակատագրական էներգետիկայով թիվ է, որը անցնում է բավականին բարդություններով, բայց քանի որ դուք 2-ով եք սկսում, 26 եք, ավելի կանանցի էներգիայով, ամենաբարի մամաներից եք, ամենանուր կանանցից եք, բայց ունեք դուք ձեր գործողությունը, ձեր ճշտությունը, որը սիրում եք օրենք, որը սիրում եք ճիշտ, պարզություն, մաքրություն, այդ ամեն էներգետիկան ձեր մեջ է մտնում։ Իսկ եթե դուք հուլիս եք ծնված ամսով, արդեն դա նշանակում է, որտեղ որ դուք ծնվել եք, այնտեղ չեք կարող երկար ապրել, որովհետև այնտեղ կարող եք ունենալ առողջական խնդիրներ, ընտանեկան խնդիրներ, նույնիսկ այն փոքրիկ ալերգիաները, որ դուք կարող եք ունենալ ձեր կյանքում, դա նշանակում է, որ դուք 40 տարեկանից հետո պետք է ձեր երկիրը լքեք, գնաք որևէ ուրիշ երկիր ապրեք, որպեսզի ավելի լավ բարգավաճեք եւ ավելի ձեր կյանքը գեղեցիկ լինի։ Հիմա ուզում եք ասեք պատահական չի, որ ես հայտնվել եմ Միացյալ Նահանգներում։ Ոչ, դա էլ իմ ստատիստիկան է եւ դուք էլ ապացույց, որ թվային հոգեբանությունը իրականում շատ ճիշտ է։ Թիվը ոնց կարող է ցույց տա հուլիս ամիսը այդ մարդու տվյալ խնդիրը։ Ես այելի գիտեմ շատ մարդիկ, որ իրենք ծնված են հուլիս ամիս, իրենք ունեն նույն ալերգիաները։ Դա ստատիստիկա է, չէ՞։ Դժվար է հավատալ, ճիշտն ասած, հետաքրքիր է։ Իսկ եթե անցնենք թվերով, մարդը իր ծնված օրը գումարի եւ ստանա, կարող ենք այդպես 1-ից մինչեւ 9 անցնել։ 1-ը ինչի համար է պատասխանատու, ինչ է նշանակում։ Okay, առաջին էներգիաները, 1-ի էներգիաները դա այն մարդիկ են, ովքեր որ լիդերներ են։ Իրանք շատ ուժեղ են, սիրում են կազմակերպել, ղեկավարել, ահավոր ղեկավարողներ են։ Կանայք իրանք շատ ուժեղ են լինում, տղամարդիկ նույնպես ուժեղ են լինում։ Օրինակ 1-ի կանայք, ովքեր ամսի 1-ի ծնվածներ են, 1, 10, 19, 28, են բավականին ուժեղ մայրեր են, որ սիրում են ավելի դիսցիպլինա, բայց ունեն աշխատասիրություն եւ հասնում են իրենց նպատակներին։ Խնդիրները 10-ի ծնվածների մոտ է հիմնականում լինում, որովհետեւ իրանք ունեն 0։ Իսկ 0-ն ինքը ինքնիստինքյան մի հատ էներգետիկա է universal-ի կողմից, որ դու կարող ես, դա քո ձեռքերում է, դու կարող ես ուժեղացնել եւ թույլացնել։ Եթե թույլացնում ես, 1-ը որպես էներգետիկա կորում է։ 0-յանում է, այդ տվյալ մարդը լիդեր չի կարող լինել, իսկ եթե ուժեղանում է, ինքը իրականում հասնում է շատ մեծ բարձունքների։ Երկուսները դա ամսի 2-ի, 11-ի, 20-ի եւ 29-ի ծնվածն են, որովհետեւ 29-ը ամենաբարդ էներգետիկան է 2, 2-ին գումարած 9, գումարած 1, գումարած 1, 11 է լինում եւ վերջում 2 է լինում։ Ես ասել եմ, որ միանիշ թիվ պետք է լինի։ Երկուսները ավելի կանանցի էներգետիկայով են, ավելի մայրեր են, սեքսուալ էներգիայով մարդիկ են։ Իրանց առաքելությունը, որ անպայման իրենք միշտ զույգերի հետ լինեն, պարտադիր պետքա զույգավորված լինեն, աշխատանքի մեջ, ընտանիքի մեջ, եւ իրանք խնդիրներ ունեն, շուտ են հոգնում։ Հաճախակ են երկուսները դեպրեսիա են գնում։ Այո, իրանք քանի որ լուսնի էներգետիկայի տակ են, իրանք հաճախակի դեպրեսիայի մեջ են ընկնում, պետք է կարողանան հաղթարեն իրենց դժվարությունները, դեպրեսիաները եւ այլ բացասական էներգիաները։ Մի քիչ առաջ ասեցի ամենաբարդը 29-ն է, 29-ը այն մարդիկ են, ովքեր ամենակասկածամիտ մարդիկ են։ Դա իմ ստատիստիկայով է բերում, իրանք ոչ մեկին չեն վստահում։ Միգուցե դա ճիշտ է, բայց մյուս կողմից էլ առանց վստահելու չես կարող ապրել։ Դե իհարկե տանջանք է, երբ չես վստահում։ Ահա որ, պետք է վստահես, պետք է դու ինքդ բացվես, մարդկանց նվիրվես։ Այդ էլ է փորձ, որ հարված է ստանում, իմ կարծիքով ամեն ինչը փորձ է կյանքում։ Երեքները համարվում են ամենախելացիները։ Դրանց մեջ ես էլ եմ մտնում, ամսի 3-ի, 12-ի, 21-ի եւ 30-ի ծնվածները իրենք ավելի իրենց առաքելությունը իրենց խոսքն է։ Ձայնը, իրենք կարողանում են հոգևոր մարդկանց օգնել, բացատրել եւ սիրում են շատ սովորել։ Իդեպ իրենք փոխում են տարբեր մասնագիտություններ։ Իրենք սիրում են հետաքրքրվել, կոպիտ ասած universal-ից լիքը ինֆորմացիա են իրենք սիրում քաղել, վերցնել, սիրում են ճամփորդել, սիրում են ազատ կյանք, հանգիստ, ստատուս, դա իրենց համար է։
4-երը։ Ինչ լավ, թիվեր վատ բան չկար երեքների հետ կապված։ Չէ, ես 3 եմ։ Լավ, անցնենք 4-ի։ 3-ների մինուսը գիտեք որն է։ Ծույլություն։ Մեկ-մեկ իրենք ահավոր ծույլ են լինում։ Իրենք ավելի շատ ֆանտազիաների մեջ են գնում եւ չեն կատարում։ Դա իած մինուսն է, բայց ես չեմ խոսում, որ 3-ները ոգևորվեն ու աշխատեն ու գնան առաջ։ Չէ՞ որ դա ամեն ինչը գայսա քո Ամեն չասեն ենթագիտակցությունից։ բժիշկը ասել է, որ ես ծույլ եմ, բժշկի թուղթ ունեմ։ Ես մեղավոր չեմ։ Չէ, գալիս է քո ենթագիտակցությունից դու ինչ ասես, հիմա կարող եմ մի հատ մասնագետ ասի դու երջանիկ ես, քո մոտ ամեն ինչը շատ լավ է լինելու, ձև այդ մարդու ուրախությունից ինքը իր ենթագիտակցությունը ձևավորում է այդ ձև եւ իր կյանքը շարունակվում է դրական էմոցիաներով եւ կարող է մի հատ մասնագետ վերցնի ասի գիտեք ինչ դուք երեխա չեք կարող ունենալ այդ մարդը իդեպ երեխա կարա ունենա բայց ինքը այդ վախից այդ ծրագիրը որ լսում է նեգատիվ փագի ինքը փագի այդ ինֆորմացիան դեռ ես սիրում եմ միշտ լավը խոսել Գիտեք հենց դա է ուզում հարցնել նումերոլոգիան թվային հոգեբանությունը արդյոք հենց դա չի երբ մարդուն ասում ես գիտես 4-ես այս լավ բաները պիտի լինեն եւ մարդը տրամադրվում է դուք եք ասում 21 օր եթե մի բանի վրա տրամադրվես եւ աշխատես ինքը արդեն իրականություն կդառնա միգուցե նումերոլոգիան ուղղորդում է մարդուն դե ուղղորդում է փորձում է ճիշտ ճանապարհը ցույց տալ թվային հոգեբանությունը եւ ասել դու ինչի վրա պետք է աշխատես որ քո կյանքը փոխվի դա ամենակարևոր բաներից մեկն է իսկ եթե բացասական նույնիսկ տեսնում ես էներգիա կա ամենակարևորը ճիշտ մատուցես որպեսզի մարդը տրավմա չստանա որովհետեւ մատուցելու շատ բան է գալի ես շատ լսել ոչ մեկին չեմ ուզում քննադատեմ եւ խոսեմ բայց լսել եմ որ շատ այնպիսի բաներ են ասել որ մարդիկ տրավմաների մեջ են ընկել իսկ երբ որ դու տրավմայի մեջ ես ընկնում դու սկսում ես լսել քո ուղեղը ծրագրավորում է գցում է ենթագիտակցություն ու ենթագիտակցությունը սկսում է ձևավորել որ այդ ամենը ճիշտ է քո կյանքում ու սկսում է քո կյանքում դա ի հայտ գալ Լավ, անցնենք 4-երին 4-երը ամսի 4-ի 13-ի 22-ի եւ 31-ի ծնվածները ամենաբարդ էներգիաներն են բայց բարի են իրանք Յանք ունեն իրանց աշխարհը, հատկապես 22-ները, 22-ները ավելի նուրբ, իրենց մոտ հիմնականում այդ էներգիաների մոտ աշխատում է գլուխը, ոչ մարմինը։ Իրենք ապրում են challenge-ով կյանքում, ուզում են ավելի շատ։ Եվ իրենց առաքելությունը ամենակարևորը, որպեսզի ունենան ընտանիք եւ շատ երեխաներ, որովհետեւ մի քիչ էգոիստ են 4-երը։ Իրենք չեն սիրում դժվարություններ, խնդիրներ եւ այլ։ Ամենաբարդ էներգիաներից 4-երից ամսի 13-ի եւ 31-ի ծնվածներն են։ 13-ները մի քիչ սիրում են ֆանտազիայի մեջ ընկնել եւ զոհի կարգավիճակի տակ ընկնել, որը պետքա դուրս գան եւ ավելի ռեալիստ լինեն, ճիշտ նայեն երկու կողմանի։ 31-երն էլ ավելի հակառակն են, մի քիչ էգոիստ են, փակված են ու չեն սիրում sharing անեն, կոպիտ ասած, կիսվել։ 5-երը։ Ես սիրում եմ 5-երին, իրենք ամենաարագ շտապող մարդիկ են։ Ես իրենց համարում եմ Ferrari-ներ, որովհետև ուղեղը ոնց որ Ferrari լինի, շատ արագ է։ Սիրում են շատ արագ գումար վաստակեն։ Ամեն ինչը իրենց համար արագություն, տարբեր բիզնեսների մեջ մտնեն, տարբեր մարդկանց հետ շփվեն, կոմունիկատորներ են, մենեջերներ են։ Տղամարդկանց խորհուրդ չեմ տալի խմեն, որովհետև նրանք ունեն հակում խմելու։ Կանայք այն կանայք են, որ եթե իրենց տղամարդիկ դավաճանեցին իրենց, մի անգամից կբռնեն բոլոր 5-երը, իրանց ուղեղը ահավոր ֆանտաստիկա արագ է աշխատում։ Ստատիստիկայով եմ ես նորից եմ ասում, դա ասում 14-ները մի քիչ բարդ լեզուն են, հայթող լեզուն են, դա է, բայց ընդհանուր իրենց ամենակարևոր առաքելությունը, որ իրանք մանեջմենտներ լինեն, մենեջերներ լինեն, կարողանան մարդկանց օգնեն եւ բիզնեսները առաջ տանեն։ Բայց ցավոք սրտի շատ քիչ է լինում, որովհետեւ իրենք սիրում են շատ գումար ու միանգամից շտապում են։ Դա է իրենց խնդիրը։ 6-ը, 15-ը եւ 24-ը։ Իրանք աստծո տված մարդիկ են, ամենահաջողակներն են, ամենականանցիներն են։ Եթե փողոցում տեսնեք luxury որևէ մեկին, իմացեք, որ դա 6 է։ Իրանք ամեն ինչը սիրում են գեղեցիկ, թանկ եւ էսթետ են։ Շատ հաճույք է ստանում դու այդ տիպի մարկաստուն հյուր գնալուց, որովհետեւ իրականում սպասքը, սնունդը, էսթետիկան ամենաառաջինը այդ մարկածից է դուրս գալիս։ Եվ բավականին հաջողակ են։
Վատ կողմեր չունեն։ Վատ կողմեր ունեն այն, որ իրանք եռանկյունի մեջ են ընկնում սիրային վեպերի մեջ, որովհետև շուտ հոգնում են։ Դա է իրենց խնդիրը, որ իրենք տեսքով են, շարմով են, չէ։ Մի քիչ իած մոտելիմ, բայց այն էներգիաները, որ ապահոված են լինում, երջանիկ են լինում, հավատարիմ ընտանիքին նվիրված կանայք ամուսիններ են լինում։ Միակ խնդիրը դա է, որ սիրում են խաբեն։ Եռանկյունի մեջից պետք է դուրս գան։ Օրինակ, ասենց ասեմ, 6 տղան, ամսի 6-ի կամ 15-ի 24-ի ծնված է, ինքը միաժամանակ միջև նախքան ամուսնանալը կարող է մի 3 հատ ընկերուհի ունենա։ Նոր վերջում ընտրի։ Հա, էլի։ Հա։ Նմանություն ինչ-որ մեկի գտա։ Այո։ Դա է խնդիրը։ Չեմ ասի, բայց այո, ճիշտ է։ Դա 7-երը 4-երի շարունակություններն են։ Եթե հիշում եք, ասեցի 4-երի մոտ գլուխն է աշխատում, 7-երի մոտ մարմինը։ Իրանց մոտ 6-երի նման բավականին սեքսուալ են լինում, այո։ Շատ հարվածներ կարող են իրենք մարմնի վրա ստանան, բայց չզգան, ցավ չզգան։ Իրենք փողը, ամեն ինչը ինտուիցիայով են գնում առաջ, ավոր ուժեղ ինտուիցիայով մարդիկ են։ Ինտուիցիա, գումարը, ուրախ, 25-երը շատ ուրախ են իրենց կյանքում, որովհետև ինտուիցիայի հաշվին իրանց մոտ տեպ գալիս են շատ մեծ գումարներ։ Բայց 16-ի ծնվածները մենակ պետք է զգուշ լինեն, որպես 7-եր, որովհետև իրենք մի քիչ քանդող բնավորություն ունեն։ Լեզվով, քայլերով եւ այլ բաներով իրենք սիրում են ավելի կոպտություն եւ քանդում են։ Պետք է մի քիչ կարողանան բալանսի մեջ մտնեն սեքսուալ էներգիայի մեջ։ 8-եր։ Իմ ճակատագրական դժվար բարդ ապրողի 8-երը։ Ամբողջ էներգիաներից ցավոք սրտի 8-երն ու 9-երն են տանջվում։ 8-երը հիմնականում մանկության ժամանակ դժվարություններ են ունենում։ Իրանք մեծ փորձություններով են անցնում։ Եվ ստատիստիկայով մի բան գիտեմ, որ 8-երի կյանքը փոխվում է 40 տարեկանից հետո։ Նայեք, միջև դա համար ես շատերին խորհուրդ եմ տալի 8-երը շուտ չամուսնանան։ Մի քիչ ուշ ամուսնանան, հասունանան, հոգևոր ավելի աճ են։ Եթե 8-երը մի հատ հարված են ստանում, մյուս կողմից գումարով նվեր են ստանում։ Հարված են ստանում, գումարով նվեր են ստանում։ Ամենաբարդերը 17-երն են։ 17-ները այն էներգիաներն են, որ իրենք ունեն դերասանական էներգետիկա։ Իդեպ շատ մարդիկ, հայտնի մարդիկ, բեմի մարդիկ 17-եր են։ Կյանքերը բարդ են, բայց հարվածից հետո նորից ոտքի են կանգնել, հարվածից հետո ոտքի են կանգնել եւ նաեւ գիտեմ, որ չեն կարողացել շարունակել իրենց կյանքը, ցավոք սրտի։ 17-երը։ Այո։ Զգուշ պետք է լինեն, 17-ները ամենաբարդերն են։ 9-եր։ Բարդ էներգիաները։ 9-երը փրկարարներն են։ Իրենք առանց իրենց օգնելու, իրենք սիրում են բոլորին փրկեն։ Բայց եւ ամենափոթորիկ էներգիաներն են, ամենաէմոցիոնալ, իրենք էմոցիաների ձեռքում կարող են մի րոպեում քանդեն ինչ որ տարիներ առաջ ստեղծել են։ 20 տարվա ստեղծածը կարող են քանդել 1 րոպեում էմոցիաների պատճառով։ 9-երը ունեն հիշաչարության էներգետիկա, բավականին շատ 9-երը հիշողություն ունեն, որովհետև 9 էներգիան հիշողության էներգետիկան է։ Իրանք 9 բաց չեն թողում։ Ես բոլոր 9-երին խորհուրդ եմ տալիս, որ բաց թողնեն։ Եվ 9-երը հակում ունեն աճելու, շատ մեծ բարձունքների հասնելու եւ ունեն շատ միանգամից կյանքում ընկնելու, որովհետեւ իրենք էմոցիաների պատճառով կարող են քանդել։ Օրինակ բերեմ 9, եթե աշխատում է ստրուկտուրայի մեջ, ինքը կարող է նվիրվի ամեն ինչ անի, գնա բերի, բայց ինչա մի հատ 8 կամ 3-ը լինի եղեկավարը, չգովա, ինքը այդ ամենը կարող է փշրի ու գնա։ Նույնիսկ աշխատավարձ չվերցնի։ Դա է իրենց խնդիրը, որ իրենք չեն կարողանում բալանսի մեջ լինեն, չեն կարողանում պահեն իրենց էմոցիաները։ Եվ եթե մինուս են լինում, խմում են, այդ ժամանակ իրենք լինում են բավականին ագրեսիվ եւ կոպիտ։ Դա էլ է իրենց խնդիրներից մեկն է լինում, թե կին, թե տղամարդ, բայց լավ մամաներ են, լավ պապաներ են, ընտանիքին նվիրված են լինում, բայց ցավոք սրտի ունեն քանդող բնավորություն։ Իրանք քամի են, փոշի են։ Շատ լավ, հիշեցնենք նորից նրանց, ովքեր մեզ լսում են, որ այս թվերը ստանում ենք ծնված օրը, օրվա թվերը իրար գումարելիս։ Ծնված օր, այո, որպեսզի մենք ստանանք միանիշ թիվ։
Նաիրա, իսկ տարվա թվերը որքան կարևոր են, ասենք տարեթիվը 2025 թիվը ինչպիսին էր։ 25 թվականը 2 գումարած 2 գումարած 5 9 է անում։ 9-րդ տարին է եղել։ Մեր ցիկլը մենք ապրում ենք ամեն 9 տարին մեկ։ Իսկ 9-րդ տարին ասում եք վատ թիվ այն։ Այո, ինքը քանդող էներգետիկա էր, ինքը վատ թիվ էր, ինքը օծի տարի էր նաև, ոնց որ ասում է վերջնաբանն է եկել այդ ցիկլի, այն բաները ինչ որ հին է եղել, դժվարություններով ալ եղել սուտի ու դավաճանության հիմքի վրա է եղել, այդ ամենը քանդվեց այս տարի 25 թվականին։ Եվ ես նորից եմ կրկնում իմ ստատիստիկայով լիքը շատ մարդիկ իրենց դիմակները պատրեցին, նույնիսկ չիմանալով, այդ չհասկանալով թե ինչպես, այնպիսի իրադարձություններ եղավ կյանքում, որ իրենք պատրեցին իրենց դիմակները։ Կեղծը, երկու երեսանություն, այդ ամեն ինչը պատրվել է, որովհետև 2026 թվականը մենք մտնում ենք նոր ցիկլ։ Ինչի տակ ենք մտնում։ Առաջին մեկ է լինում 2026-ը եթե գումարենք բոլորը իրար հետ դառնում է 10 եւ իրար հետ 10-ը հզոր մեծ էներգետիկայով թիվ է, հատկապես կողքը զրոգոյություն ունի, դառնում է 1։ Առաջին տարին որ սկսվում է հատկապես այն մարդկանց համար է հաջողակ լինելու, ովքեր որ 2025 թվականի վերջին ամիսները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը կարողացել են ճիշտ քննություններ իրենց անցնել։ Նոր գործարքներ, գործողություններ 2026 թվականին պարտադիր ամենակարևորը աշխատասիրությունն է, որ աշխատես, ակտիվ լինես, կարողանաս հասնես քո ուզածներին, էներգիատ պետք է պարտադիր ակտիվ լինի։ Այն մարդիկ, որ սպորտով վալարում են գնան զբաղվեն, թող զբաղվեն, որպեսզի արհեստական էներգիա ունենան, կարողանան այդ տարի ավելի ակտիվ, ինչքան դու էներգիա ունես, այդքան դու կարող ես շատ գումար աշխատել։ Ինչքան դու էներգիա ունես, այդքան կարող ես դու սիրո եւ այլ ծրագրերդ ակտիվացնես։ Ամեն ինչը գալիս է էներգիայից։ Նորից եմ ասում, բացասական եւ դրական էներգետիկայից։ Եթե դու դրական ես տրամադրված, ապա քո կյանքում շատ բաներ կփոխի։ Իսկ մեկը շատ կարևոր հիմք է։ Եթե ոնց դու անցած մյուս տարի դու ապրեցիր, քո 9 տարին այդ ձև կձևավորվի։ Ինչպես ապրեն 26 թվականը։ 26 թվականը ամենակարևորը դու քո ճիշտ գործարքները դնես, քո ծառը, արմատները պետքա դնես, որովհետեւ 9 տարվա մեջ դու բերք ստանաս։ Եվ ասացիք, եթե էներգիայի պակաս կա, սպորտով զբաղվեն, լրացնեն, արհեստականորեն ավելացնեն էներգիան։ Մենակ սպորտն է, ուտելով չի լրանա։ Ուտելով, սպորտով, ճիշտ ապրելակերպով, մեդիտացիայով, մարդկա դա մեդիտացիա, յոգա, ամեն ձևով դու կարող ես էներգիա ստանալ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ քանդել են, փչացրել են, խոսել են, քննարկել են 2025 թվականին, բամբասել են, ամենավատ ապրել են ուրիշի էներգիայով, չէ՞ որ դու երբ որ դու բամբասում ու քննարկում ես, դու այդ տվյալ մարդու էներգիան վերցնում ես։ 2026 թվականին չեմ կարող ասել, որ նրանք շատ բաների կարող են հասնել։ Հիմա եթե նկատել եք, արդեն շատերը փորձում են ապրեն ավելի ճիշտ։ Խոսքը, բամբասանքը, քննարկելը արդեն շատերը բաց են թողնում։ Որովհետև երբ որ դու խոսում ես, քննարկում ես եւ բամբասում ես, դու վերցնում ես տվյալ մարդու էներգետիկան եւ դու ոչ մի բանի չես հասնում։ Իսկ ավելի լավ չի դու լռես, չխոսես, բաց թողնես տվյալ մարդուն ու հասնես քո նպատակներին։ Չէ՞ որ երբ որ դու խոսում ու քննարկում ես, դու պետք է երկու կողմը նայես։ Իսկ մարդիկ, հատկապես հայերը, սիրում են մի կողմը նայել ու խոսել։ Դե բացի այդ նաև զբաղվում ես ուրիշի կյանքով, քոնը մնում է։ Դու վերցնում ես ուրիշի կարման քո վրա, կոպիտ ասած, որը չի կարելի։ Նաիրա, իսկ թվերով, այդ ծննդյան օրվա թվերով կան համատեղելի եւ անհամատեղելի զույգեր։ Այո, շատ։ Որ թվերը իրար հետ կարող են ապրել, որոնք ելա չեն գնում։ Մեկն ու երկուսը իրենք իդեալական զույգեր են լինում, որովհետև մեկերը ուժեղ են, երկուսները սեքսուալի էներգետիկա են, տղամարդ եւ կին, արև եւ լուսին, իրենք մեկը մեկին աճացնում է, տանում է առաջ։ Ուղղակի պետք է երկուսները մի քիչ ֆլիրտերը բաց թողնեն, որովհետև մեկերը շատ ուժեղ են լինում իրենց կողքի զույգերը։ Երեքների հետ են շատ համապատասխան զույգեր, որովհետև երեքները բոլորը սիրում են ստատուս, գումար եւ որակ եւ այդ երեքը երեքի հետ իրականում իմ ստատիստիկայը բոլորը շատ մեծ բարձունքների են հասել, շատ։ Երեքները իդեալական զույգեր են լինում երեքների հետ։ Երեքները համապատասխան են 6-երի հետ նաեւ
եւ մի քիչ համապատասխան են 9-երի հետ։ Ուղղակի իրենց խնդիրները, որ 3-ները շատ ուժեղ անալիզ անողներ են, 9-ները էմոցիաների ձեռքում քանդում են, իսկ 3-ները ավելի սարթն են, էմոցիաների մեջ չեն ընկնում։ Դա է, որ պետք է 9-ները կարողանան բալանսի բերեն իրենց էմոցիաները եւ 3-ի անալիզով աճեն գնան առաջ։ Համապատասխան 7-ը սիրում է 6-ին, բայց շուտ հոգնում են իրենք իրարից, որովհետև 7-ի սեքսուալ էներգիան եւ 6-ի իրենց գրավում են։ Համապատասխան են նաեւ 8-ը եւ 1-ը, 8-երը 1-երի հետ, 8-երը 3-ների հետ մի քիչ բարդություն են տալիս, բայց 3-ները քանի որ սիրում են ստաբիլություն եւ ընտանիք, բաժանությունները քիչ են լինում։ 5-երը ամենաբարդն են, 5-երը ընդհանրապես 3-ներին են սիրում, բայց էլի չեն կարողանում ապրեն ոչ մեկի հետ։ 5-երը 4-երի հետ բիզնես պարտներներ են շատ լավ լինում, բայց ընտանեկան 5-երը մի քիչ բարդ են։ Իրենք իրենց չեն կարողանում գտնել։ Շատ լավ, թվերը տարբեր են, 9 թվերն էլ բավական իրարից տարբեր են, սակայն կա մի ընդհանրական խորհուրդ, որ մեր զրույցի ավարտին կուզենաք բոլորին տալ այդ խորհուրդը, այս նոր սկսվող ցիկլի 2026 թվականի շեմին։ Մաքրությունով սկսեն։ Ամենակարևորը նոր ցիկլը, երբ որ սկսում ես, դու ուրախ ես սկսում, մաքրությունով ես սկսում, դրական էմոցիաներով հիշեք մի բան, էմոցիաները ամենակարևոր ձեր գաղտնիքն է ձեր կյանքում։ Եթե դու միշտ ուրախ լինես, դու գրավում ես դրական էներգետիկա։ Բաց թողնել 9, թող մնա այս 2025 թվականի մեջ։ Մի խոսացեք, մի քննարկեք, մի քննադատեք ոչ մեկին չիմանալով դիմացինի կյանքը։ Մի խոսացեք եւ սկսեք նոր էջից 2026 թվականը ավելի գեղեցիկ, սիրով եւ բարենպաստ։ Իսկ գույներ կան, որոնք պետք է կրել, չկրել։ Գույները կապ ունեն թվային հոգեբանության հետ։ 2026 թվականը ընդհանուր գլոբալ կարմիր պետք է կրեն, բորդո, կարմիր, դեղին, հարստության էներգետիկան, որ լինի ավելի բարգավաճում լինի իրենց կյանքում, նպատակասլաց էներգետիկաների մեջ մտնեն։ Հիշեք բոլորդ, որ ցիկլը նոր է սկսվում։ Ամեն ինչը գալիս է այս 2026 թվականից։ Ոնց ծառը դուք տնկեք, այդ տիպի բերք կստանաք։ Շատ հետաքրքիր է, շնորհակալ եմ եւ նույնիսկ եթե թվերը չհաշվեն, ձեր այս լավ խորհուրդներին հետևեն, արդեն կարծում եմ մարդկանց կյանքը հերիք է որ փոխվի։ Ես համարում եմ քննարկել, քննադատել ամենասխալ բանն է, դու կորցնում ես էներգետիկա, իսկ երբ որ դու միշտ ուրախ ես դրական էմոցիաների մեջ ես, դու հաստատ կարող ես ամենավատ հարվածներից էլ նորից ոտքի կանգնես ու գնաս առաջ։ Շնորհակալ եմ, թող լինի այդպես։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ։